Հաշվի առնելով բարդ իրավիճակը մեր տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում, որոշեցի խոսել աշխարհում տեղի ունեցող գործընթացների մասին։ Կխոսեմ քաղաքական իրավիճակի մասին, որովհետև գլոբալ քաղաքականությունը հասկանալը շատ բարդ է։ Մարդկանց 99%-ը չեն հասկանում աշխարհում տեղի ունեցող գործընթացներից, քանի որ չգիտեն, թե ինչ է ղեկավարումը, ոնց է կազմակերպում ղեկավարումը ամբողջ աշխարհում եւ ոնց է իրագործվում գլոբալ քաղաքականությունը։ Մարդկանց մոտ ստեղծում են կարծիք, իբր քաղաքականությունը վատ բան է, որպեսզի մարդիկ չուսումնասիրեն քաղաքականությունը եւ ղեկավարելի ու խոցելի լինեն այն մարդկանց ու ուժերի կողմից, ովքեր հասկանում են քաղաքականությունը եւ գիտեն, թե ինչպես են իրագործվում որոշ գործընթացներ, ինչպես են կառուցված մարդիկ եւ ինչ տիեզերական օրենքներ կան։ Եվ օգտագործելով գիտելիքները իրագործում են իրենց ծրագրերը։ Քաղաքականությունը հնարավորությունների արվեստ է եւ այն ներառում է իր մեջ մարդուն հայտնի բոլոր գիտելիքները։ Իրավիճակը կվերլուծեմ համաձայն ղեկավարման տեսության եւ գլոբալ քաղաքականության տեսանկյունից։ Գլոբալ քաղաքականություն իրականացնում են գլոբալ էլիտան, գլոբալիստները, Ամերիկայի էլիտան եւ որոշ չափով Ռուսաստանը ու Չինաստանը։ ԱՄՆ-ի էլիտան նախկին նախագաների շուրջը ստեղծված կլաներն են եւ Ամերիկայի ու Անգլիայի էստեբլիշմենտն է եւ որոշ կորպորացիաներ։ Նրանք միավորվել են եւ դուրս են եկել գլոբալիստների դեմ։ ԱՄՆ-ի էլիտան ուզում է, որ գլոբալիստները վերադարձնեն նրանց աշխարհը թալանելու հնարավորությունը։ Գլոբալիստները կլանային կորպորատիվ խմբավորում են։ Գլոբալիստները խումբ է, որը իրականացնում է երկրների եւ ժողովուրդների վերպետական ղեկավարում որոշակի կոնցեպցիայով։ Մարդիկ կարող է իրագործեն գլոբալիստների ծրագրերը, բայց չհասկանան։ Գլոբալիստները հասկանալով, թե ինչպես են փոխվում կլիմայական պայմանները երկիր մոլորակի վրա եւ հաշվի առնելով ուրիշ պատճառներ, վաղուց որոշել են, թե որ երկրները կլինեն համաշխարհային ղեկավարման կենտրոնները ապագայում, այսինքն այսօր։ Մենք այսօր ապրում ենք համաշխարհային ղեկավարման կենտրոնների տեղափոխման ժամանակաշրջանում։ Այսօր Եվրոատլանտյան համաշխարհային ղեկավարման կենտրոնը Մեծ Բրիտանիայից եւ Միացյալ Նահանգներից պետք է տեղափոխվի Չինաստան, իսկ Եվրասիական կենտրոնը տեղափոխվում է Իրան։ Էջմիածինը պետք է դառնա քրիստոնյա երկրների համաշխարհային կենտրոն։ Սա գլոբալիստների ծրագիրն է։ Այսօր Ամերիկայի էլիտան մահացու պայքարի մեջ է գտնվում գլոբալիստների հետ եւ աշխատում է խոչընդոտել նրա ծրագրերին, այսինքն համաշխարհային կենտրոնների տեղափոխման ծրագրերին։ Ամերիկայի էլիտան ուզում է, որ գլոբալիստները նրան թողնեն թալանել աշխարհը։ Ամբողջ աշխարհում 5-րդ չարասյունը միշտ որպես տեր է ճանաչել Ամերիկայի էլիտային, որովհետև որպես գործիքակազմ իրան ստեղծել եւ ֆինանսավորել է Ամերիկայի էլիտան, գլոբալիստների հանձնարարությամբ։ 5-րդ չարասյան ներկայացուցիչները չեն հասկանում, որ այսօր իրենք դուրս են եկել գլոբալիստների դեմ, եւ եթե նրանք չփոխվեն եւ չդառնան հայրենասեր, ապա նրանց ապագան շատ վատ կլինի։ Պետք է իմանալ, որ Տրամպը գլոբալիստների դաշինքից է եւ իրագործում է նրա ծրագրերը։ Կան մարդիկ, ովքեր կարծում են, որ Տրամպը դուրս է եկել գլոբալիստների դեմ, բայց դա այդպես չէ։ Հետո երբ կատարվում է ինչ-որ գործողություններ, նրանք խճճվում են։ Համարյա բոլոր իրադարձությունները, որոնք կատարվում են աշխարհում, կապված են համաշխարհային ղեկավարման կենտրոնների տեղափոխման հետ եւ այն հանգամանքի հետ, որ Ամերիկայի էլիտան մահացու պայքարի մեջ է գտնվում գլոբալիստների հետ։ Այս ամենը պետք է իմանալ, որպեսզի հասկանալ կատարվող իրադարձությունների իմաստը։ Հիմա անցում կատարեմ Իրանի, Իսրայելի եւ Ամերիկայի հակամարտությանը։ Գլոբալ քաղաքականության մեջ մի քայլանի գործընթացներ համարյա չկան։
Այսօրվա Իրանի, Իսրայելի և Ամերիկայի հակամարտությունը ունի մի քանի պատճառ։ Առաջինը, նախկին հոլովակում ասել եմ, որ ըստ գլոբալիստների ծրագրերի Իսրայելը 2018 թվականից արդեն պետք է չլիներ, բայց տարբեր պատճառներով գլոբալիստների ծրագրերի իրականացումը ժամանակի առումով որոշ դեպքերում ուշանում է։ Երկրորդ, Իրանը պետք է կայանա որպես համաշխարհային կենտրոն։ Այստեղ էլ գլոբալիստները ուշանում են, ու Իրանի մոտ շատ բան չի ստացվում։ Երրորդ, օգտագործելով այն հանգամանքը, որ Եվրամիության երկրները չեն օգնում Իրանի դեմ հակամարտությանը, Տրամպը դուրս կգա Ուկրաինայի հակամարտությունից, պատճառաբանելով, որ դուք մեզ չեք օգնում, Ամերիկան էլ ձեզ չի օգնի։ Տրամպի համար շատ կարևոր է դուրս գալ Ուկրաինայի հակամարտությունից։ Այդ ռեսուրսները պետք են, որպեսզի Տրամպը հնարավորինս քիչ արյունով քանդի Ամերիկան։ Դա էլ է մտնում գլոբալիստների ծրագրերի մեջ։ Քանդել Ամերիկան, հետո միգուցե նորից նոր ձևով հավաքել։ Չորրորդ, աշխարհին պետք է ցույց տալ, որ Ամերիկան եւ Անգլիան արդեն համաշխարհային կենտրոն չեն, եւ նրանց վրա հույս դնել չի կարելի։ Շատ երկրներ իրենց անվտանգության հույսը դրել են Ամերիկայի ռազմաբազաների վրա, բայց այսօր այդ ռազմաբազաները ռմբակոծվում են Իրանի կողմից։ Հինգերորդ, այս պատերազմի միջոցով Իրանը պետք է դարձնել այս տարածաշրջանի գլխավոր պետությունը։ Կան էլի պատճառներ, բայց հիմնականում այս պատճառներն են։ Նախկին 12 օրվա Իրանի, Իսրայելի և Ամերիկայի հակամարտությունը կազմակերպվեց, որպեսզի պարզվի որոշ ռազմական հարցեր, օրինակ Իսրայելի հակաօդային պաշտպանության վիճակը և Իրանի ռազմական պատրաստվածությունը։ Պարզվեց, որ Իրանը ի վիճակի է վերացնել Իսրայելը։ Պետք է նաև հասկանալ այդ երեք երկրների ղեկավարների պահվածքն ու մոտեցումները պատերազմական իրավիճակում։ Ըստ որոշ աստղաբանների, հարձակման համար ընտրված էր անբարենպաստ օր հարձակվողների համար։ Նախքան հակամարտությունը սկսելը Իրանում ակտիվացրին 5-րդ շարասյունը, որոնք հեղաշրջման փորձ կատարեցին շատ դաժան ձևերով։ Նրանք սպանում էին երեխաներին և ոստիկաններին։ Դրա համար էլ 5-րդ շարասյունի շատ անդամների ոչնչացրին։ Դավաճաններին, երբ նրանք պետք չեն, դնում են զոհասեղանին։ Կա տիեզերական օրենք. ինչ ձեզանից դուրս է գալիս, այն էլ մտնում է։ Դավաճանեցիք դուք, կդավաճանեն ձեզ։ 5-րդ շարասյանը չեզոքացրին նախօրոք, որպեսզի նրանք Իրանին չխանգարեն հակամարտության ժամանակ։ Ինչու սկզբի սպանեցին Իրանի որոշ ղեկավարների։ Նախկին ղեկավարները զգուշավոր էին, և նրանք կաշխատեին հարցը լուծել բանակցությունների միջոցով։ Իսկ այսօրվա հակամարտությունում պետք է վերացնեն Իսրայելը և բարձրացրեն Իրանի վարկանիշը։ Եկած ղեկավարները ավելի երիտասարդ են ու պատրաստ են ավելի ռիսկային քայլերի։ Իսկ որ ներկա իշխանությունը չհամաձայնվի գնալ բանակցությունների, հարվածեցին դպրոցին, որտեղ զոհվեցին մեծ քանակի աղջիկ երեխաներ։ Նրանք կպան ամենասուրբ բանին՝ երեխաներին, որպեսզի ատելություն ստեղծեն Իրանի ժողովրդի մոտ, և ներկա իշխանությունը չգնա բանակցությունների։ Հետո Տրամպը Իրանի ներկա իշխանությանը փորձելու համար ասում է, որ Իրանի ներկա իշխանությունը համաձայնվել է բանակցությունների։ Իրանի ներկա իշխանությունը շատ արագ արձագանքում է և ժխտում է այդ լուռը։ Կարելի էր արդյոք Իրանը գրավել կարճ ժամանակում։ Հնարավոր էր, եթե հեղաշրջման փորձը համընկներ Իրանի նախկին ղեկավարների սպանության հետ։ Դրա համար էլ դավաճաններին չեզոքացնին նախօրոք, որ նրանք չխանգարեն իրագործվող ծրագրերին։ Նախկին 12 օրվա Իրանի, Իսրայելի և Ամերիկայի հակամարտության ժամանակ
եւ այսօրվա հակամարտության ժամանակ Իրանը օգտագործել է հնուց կուտակված ռազմամթերքները, հրթիռները։ Նոր ռազմամթերքներից օգտագործվել է շատ քիչ։ Իրանը ունի բավականին քանակով նոր հրթիռներ, նաև գերձայնային, որը չունի նույնիսկ Ամերիկան։ Իրանը արդեն ստրատեգիկ օբյեկտներին հարվածում է ավելի նոր հրթիռներով։ Իրանը փակել էր Օրմուզի նեղուցը, որի պատճառով բենզինի գինը Ամերիկայում աճեց։ Դեմոկրատները, այսինքն Ամերիկայի էլիտան, օգտագործեցին այդ հանգամանքը Տրամպի դեմ։ Դրա համար Տրամպին պետք էր բացել նեղուցը, որպեսզի նավերը անցնեն նեղուցով եւ բենզինի գինը իջնի։ Բայց ստեղծվել է այնպիսի մթնոլորտ, որ Իրանի ղեկավարները չեն ուզում բանակցել։ Դրա համար Իրանի տեղը բանակցեց Չինաստանը եւ առաջարկությունները ներկայացրին Իրանին։ Իրանը համաձայնվեց այդ առաջարկություններին, քանի որ պայմանները նրանց ձեռնտու են։ Եթե Իրանը գնա բանակցությունների, նրա ղեկավարները պետք է համոզված լինեն, որ դա անվտանգ է եւ կփորձեն այդ բանակցություններից ստանալ առավելագույն օգուտը։ Վերջում կկրկնեմ. Քաղաքականությունը հնարավորությունների արվեստ է եւ այն ներառում է իր մեջ մարդուն հայտնի բոլոր գիտելիքները։ Եթե ուզում եք ինչ-որ բան հասկանալ քաղաքականությունից, պետք է իմանաք ղեկավարման տեսությունը, իմանաք ինչ գլոբալ ուժեր կան եւ ինչ ծրագրեր են իրագործում, ինչ մեթոդներով, իմանաք տիեզերական օրենքները, իմանաք ինքներդ ձեր մարմնի կառուցվածքը ու պոտենցիալը։ Եթե տիրապետեք այդ գիտելիքներին, հակառակորդը չի կարողանա հենց ձեր միջոցով քանդել ձեր երկիրը, ինչպես եղավ Սովետ Միության, Հայաստանի եւ այլ երկրների հետ։